հարցեր է տալի, հարցերի բովանդակությունից Նիկոլ Փաշինյանը ենթադրեց, որ հարստվող Ղարաբաղցի է, Արցախցի, միշտեղ այդ կինը Արցախցի էլ չի։ Այո։ Կամ Արթուր Օսիպյանի դեպքին գամ։ Գիտեք, ես բազմաթիվ Facebook-յան գրառումներ ունեմ, որտեղ Արթուր Օսիպյանին քննադատել եմ։ Հիմա էլ կան այդ գրառումները իմ մեջ։ Այն փուլի գործնողությունը նրա, որ նա գործնողություններ ծավալում Արցախում։ Եվ արդար լինենք, իր արցախյան գործնողությանը հետևելիս տպավորություն էր, որ Հայաստանի իշխանության ինչ-որ կաբինետներից այդ գործնողությունը ուղղորդվում է։ Բայց մարդը հայրենիք կորցրեց, տունտեղ կորցրեց եւ շատ հնարավոր է հայացները վերանայվեցին կամ մոտեցումները, սա էլ է շատ բնական։ Երեք ինչ էր արել, որն էր այդ մարդու ճակերտավոր մեղքը։ Մոտեցել էր Նիկոլ Փաշինյանին, անմիջապես Նիկոլ Փաշինյանի 3 սուտ շատ կարճ զրույցում բացահայտեց։ Բացահայտեց Նիկոլ Փաշինյանը այս սուտը, որ կարգավորման բոլոր պլանները կանխորոշում էին իբր Արցախի պատկանելությունը Ադրբեջանին, մարդը ոտի վրա 2 րոպեում Նիկոլ Փաշինյանը այդ սուտը բացահայտեց։ Երկրորդը բացահայտեց Նիկոլ Փաշինյանի սուտը այն առումով, որ հայ-ադրբեջանական բանակցությունում ընդհանրապես միջնորդներ չկան, հիշում եք, ասած Միացյալ Նահանգները, նրա երաշխիքները, շատ իրականում երաշխիքներ չկան, բայց այնուամենայնիվ Միացյալ Նահանգների ականջները երևում են, չէ՞, այսօրվա process-ի հետևում։ Եվ բացահայտեց Նիկոլ Փաշինյանի այն սուտը, որ Արցախում ոչինչ չի կառուցվել եւ այլն անցած 30 տարիներին։ Այդքան է հերիք էր, որ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս գա եւ ուրեմն իրան պահի ամենավերջին փողոցայինի պես։ Ամենավերջին փողոցային, պատկերացնում եք այդ լեքսիկոնը, նույնիսկ առանց տեսախցիկների։ Հիմա այս ձեր խմբագրության բակում մի սովորական քաղաքացու հետ զրուցելուց ունենամ։ Չեմ հասցնի նույնիսկ մեքենա նստեմ, որտեղ ձեր խմբագրության մոտ ես կկալանավորվեմ։ Եթե նույնիսկ որևէ տեսախցիկ ուրեմն չֆիքսի իմ եւ որևէ արգարժան քաղաքացու զրույց։ Կամ երեկոյան գնում ես դու, հասնում ես Արաբկիր համայնք, որը իմ իմանալով, եթե բնակության հասցեն չի փոխել, Զարուհի Փոստանջյանի բնակության վայրն է։ Էլի Զարուհի Փոստանջյանի գործնողության բազմաթիվ ասպեկտների վերաբերյալ ունեմ վերապահումներ։ Բայց ինչ ես դու այդ կնոջը թիրախավորում։ Ընդհանրապես այդ ինչ անտակտություն է, հատկապես կանանց թիրախավորելը։